Լավրովի պլան, որպես այդպիսին լրագրողների կողմից եւ նախկին ընդդիմության կողմից հնարված եզրույթ է։ Այդպիսի պլան չի եղել։ Համանախագահները անկախ նրանից դա Ռուսաստանի ներկայացուցիչ չէ, Ֆրանսիայի թե Միացյալ Նահանգների միշտ ներկայացրել են եռակողմ համաձայնեցված փաստաթուղթ։ Բայց կարգավիճակը մեկը անորոշ էր, 18 թվականին, այո, այդ է եղել։ Կարգավիճակի հարցը անորոշ էր, չէ՞ մնալու, այդ բանակցվող տարբերակով եւս։ Այդ հարաքվեն ինչպես էր իրականացվելու, հարաքվեին ադրբեջանցիները մասնակցելու էին։ Ուրեմն մանրամասն ես դրա մասին խոսել եմ, նորից կրկնելը իմաստ չունի։ Հարցը լուծում էր հետևյալ կերպ։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշվում էր Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամ արտահայտությամբ, որը ուներ պարտադիր իրավական ուժ եւ որի օրակարգը ոչնչով չէր սահմանափակվում։ Սա մեկ։ Երկրորդ, մենք Ադրբեջանին էինք վերադարձնում 7 շրջաններից 5-ը խաղաղապահ ուժեր էին գալիս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշմամբ եւ կախված նրանից, թե ինչպիսի տեմպերով եւ երբ կորոշվեր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, կորոշվեր նաեւ երկու շրջանների ճակատագիրը։